Երևի մի 15 տարի առաջ աշխատում էի դեկտեմբերի 31-ի այդ պիկի մեջ, ուրեմն սրահի դուռը բացեց, ներս մտավ մի աղջիկ թաց մազերով ու առանց բարևելու ինձ ասեց. «Դու Վարշավիր ես, դույով»։ Նայեցի, ասի բարի ձեզ, այո, ասեց բանը. «Կարաս հենց հիմա մազերս ֆենես»։ Ես այդ պահին աշխատում էի ու 2 հոգի սպասող ունեի, որ պետքա վերջացնեմ ու իրենց մազերը ֆենեմ։ Ասեմ, ջան, այսօրվա համար 1 ամիս, մի քանի ամիս առաջ են հերթագրվում։ Ես չունեմ ազատ տեղ։ Մակասես զարմացած նամա դեմք։ Բա մարդս ասեց, անունս կտաս, մազերդ կֆենեն։ Սենց համցի ծաղելի է, համսը զարմացած ասում եմ, «Էդ ո՞վ է ձեր ամուսինը»։ Ոսեմ համոն։ Եկել ասեմ, կներեք, ես չեմ ճանաչում, երևի ինչ որ ուրիշ տեղ են ձեզ ուղարկել, սխալ եք եկել, բայց մոտ իրոք այդպես չեն պայմանավորվում։ Գնացից լավ, դուռը փակեց ու գնաց ու այդ օրը մենք արդեն երևի 3-ի 4-ի կողմերն էր, ցերեկ արդեն հոգնած էի, բայց այնքան էներգիա ստացանք, այնքան ծիծաղեցինք ու այնքան անեկդոտներ հյուսվեց այդ հաճախորդուց գնալուց հետո միշտ հիշում ենք ու եթե ուզում եք գրանցվեք Սիլվի մոտ, արդեն տարբերակը իմացաք։ Համո։ Միայն համոյի միջոցով։